Բանակցություններ չի նշանակում զիջումների գնալ։ Միացյալ Նահանգները եւ Իրանը արդեն 13 տարի է բանակցում են։ Մեկ անգամ Իրանը զիջումների գնաց, բայց դրանից հետո չի գնացել զիջումների։ Այդ իսկ պատճառով 2020 թվականի հունվարի 3-ին Միացյալ Նահանգները սպանեց Իրանի ամենասիրված եւ հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանուն։ Դրանից հետո տեսանք բանակցություններ էր գնում անցյալ տարի, Միացյալ Նահանգները բանակցությունների սեղանից կանգնեց եւ հարվածեց Իրանին։ Այսինքն այն ինչ որ ասում են բանակցություն է, խոսում են, զրուցում են։ Մեկը մյուսին խոսք է ծախում։ Դա չի նշանակում զիջել։ Եվ հետո չմոռանանք, որ այս բանակցությունները Միացյալ Նահանգները ինքն է ուզում, որը իր տարածաշրջանի խամաճիկների միջոցով, մասնավորապես Թուրքիայի միջոցով են իրենք փորձում իրականացնել։ Քանի որ Միացյալ Նահանգները, որ անակնկալի էր եկել այս տարվա հունվար ամսվա այդ իրադարձություններից, երբ ինքը զբաղված էր Վենեսուելայով եւ չէր կարողանում որևիցե կերպ միջամտել Իրանի իրադարձություններին, ինքը Թրամփը շատ բարձրակոչ հայտարարություններ արեց եւ չկարողացավ ոչ մի բան իրականացնի։